Շատ գումար վաստակելու գայթակղությունը միշտ էլ մեծ է, բայց կարևոր է, թե ինչ գնով ես վաստակում այդ գումարը։ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացում եւ մինչեւ 93 միլիոն դրամի փողերի լվացում։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ փողերի լվացման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված 3 քրեական վարույթի նախաքննությունը, որին մասնակից հերոսներից առանձնահատուկ էր 23-ամյա աղջկա մասնակցությունն ու կատարած գործողությունները։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման եւ փողերի լվացման հանցագործությունների դեպքերի արդիվ քննված քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ստացվել Երևանի 23-ամյա բնակչուհու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացում կատարելու եւ փողերի լվացում իրականացնելու վերաբերյալ մասնավորապես մեծածավալ քննչական եւ վարորդային գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի 23-ամյա բնակչին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ապահովել է նշված թմրամիջոցների փաթեթավորումը առանձին փաթեթներում եւ տեղադրումը թաքստոցներում, թմրամիջոցները բաժանվել են առանձին մանր մասերի եւ տեղադրվել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղադրված թաքստոցներում նախապես հարմարեցված։ Քննության պարզվել է 23-ամյա բնակչուհու ողջ գործողություններն ու հանցավոր սխեման։ Խմբի անդամները իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, կազմակերպել դրանց փաթեթավորումն ու թաքստոցներում տեղադրումը։ Թաքստոցների լուսանկարներն ու կոորդինատները փոխանցել են Telegram-ում գործող առցանց հարթակների միջոցով, իսկ գնորդները վճարումները կատարել են կրիպտոարժույթային հաշիվներին։ Նշված թմրամիջոցների գտնվելու վայրերի լուսանկարները եւ աշխարհագրական կոորդինատները Երևանի 23-ամյա բնակչուհու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում գործող հանցակիցների ներգրավմամբ լուսանկարվել են, ինչպես նշեցի, եւ ուղարկվել են Telegram-յան հեռահաղորդակցման հավելվածում գործող թմրամիջոցների վաճառքով զբաղվող անուտ հարթակներին, որոնք էլ իրենց հերթին թմրամիջոցների վաճառքով զբաղվելու դիտավորությամբ նշված լուսանկարները փոխանցել են այլ անձանց, ովքեր ցանկություն են հայտնել նշված Telegram-յան հեռահաղորդակցման հավելվածում գրանցված ալիքներից ձեռք բերել թմրամիջոցները, նշված անձանց նաև տրամադրվել են կրիպտոարժութային հաշիվներ, որպեսզի թմրամիջոցների վաճառքից ստացված գումարները փոխանցվեն կրիպտոարժութային հաշիվներին։ Ըստ նախաքննության հանցավոր ճանապարհով ստացված գումարների ծագումը թաքցնելու նպատակով իրականացվել են տարբեր ֆինանսական գործարքներ։ Մեկ վարույթով լվացվել է 583,000 դրամ, մյուսով ավելի քան 19 միլիոն դրամ, իսկ երրորդով շուրջ 39.8 միլիոն դրամ։ Երևանի 23-ամյա բնակչուհին թմրամիջոցների վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափերի 19 միլիոն 420,000 դրամի անօրինական օգուտը թաքցնելու, դրանց իրական ծագումը թաքցնելու եւ իրավապահ մարմինների հնարավոր բացահայտումից խուսափելու նպատակով նշված կրիպտոարժութային հաշիվների միջոցով փողերի լվացում կատարելու դիտավորությամբ թմրամիջոցների վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները թաքցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող կրիպտոարժութային փոխանակման կետերի միջոցով նշված կրիպտոարժույթները փոխարկել է Հայաստանի Հանրապետության դրամի, որոնք ստացվել են Երևանի 23-ամյա բնակչուհու բանկային քարտերին եւ վճարահաշվարկային հաշիվներին։ Արդյունքում 23-ամյա բնակչուհուն հաջողվել է ստանալ 19 միլիոն 420,000 դրամի օգուտ։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Վերջինիս նկատմամբ խափան միջոց է ընտրվել բացակայելու արգելք եւ վարչական հսկողությունը, ինչից հետո քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։